Վերջին զանգը սերիալում զարգացումներն արդեն ոչ միայն անակնկալներով են լի, այլև անցյալի մոռացված էջերը սկսում են բացվել, ցնցելով հերոսների կյանքերը։ Այս անգամ ուշադրության կենտրոնում հայտնվում է Հենրիի կենսաբանական մայրն, ում կերպարը մարմնավորում է սիրված դերասանուհի Հասմիկ Վերդյանը։ Նրա ներկայությունը սյուժեին հաղորդում է խորություն, դրամատիկություն ու հուզիչ նրբերանգներ։ Նա անսպասելիորեն այցելում է Աննային, այդ հանդիպումն այնքան լարված է, որ օդում կարելի է զգալ թաքնված ճշմարտությունների ծանրությունը։ Աննան, թեև հղիության պատճառով զգայուն է դարձել, չի պատկերացնում, թե այս այցը ինչ մեծ հետևանքներ կունենա։ Կինը հանգիստ, բայց վճռական տոնով հայտնում է մի բան, որը Աննային ցնցում է. նա նախկինում եղել է Շախունցների ընտանիքի անդամ։ Սա պարզապես բառեր չեն, դա իրական շոկ է Աննայի համար։ Նա նստում է ու փորձում գլուխ հանել, ինչպես կարող էր այս կինը, ով այնքան խորհրդավոր կերպով հայտնվել էր վերջին շրջանում, կապ ունենալ իրենց ընտանիքի հետ։ Սերիալը կարծես մեկ քայլով մոտեցնում է մեծ բացահայտման՝ ով է Հենրիի իրական մայրը և ինչու է նա հիմա վերադարձել։ Արդյոք եկել է որդուն ճանաչելու, արդյոք ունի իր առաքելությունը, թե դեռևս թաքցնում է իր ներկայության իրական նպատակը։ Մինչ այս ամենը տեղի է ունենում, Աննան սկսում է կասկածել, փնտրել հին փաստաթղթեր։ Հենրիի շուրջ բացահայտումներն ընդամենը սկիզբն են, իսկ Հենրին առանց այդ ամենի մասին իմանալու շարունակում է իր պայքարը սիրո ու արդարության համար։ Նման շրջադարձի հեռուստադիտողներն իսկապես չէին սպասում։ Վերջին զանգը սերիալը կրկին ապացուցում է, որ Դիանա Գրիգորյանի սցենարներում անակնկալները երբեք չեն ավարտվում։ Քիչ առաջ համացանցում հայտնվել են տեսանյութեր, որոնք իսկական իրարանցում են առաջացրել։ Տեսանյութերում երևում է, թե ինչպես է Հենրին հանդիպում իր կենսաբանական մայրիկին։ Հեռուստադիտողների համար միանգամից ակնհայտ է դառնում, որ սա պարզապես պատահական հանդիպում չէ։ Սա հենց այն պահերից մեկն է, երբ հնարավոր է բացվի ճշմարտության դուռը։ Այս կինը նոր կերպար է, որը կարծես եկել է գլխի վայր շրջելու ոչ միայն Հենրիի կյանքն, այլ ամբողջ սերիալի սյուժետային գիծը։ Ուրիշ կերպ հնարավոր չէր։ Հնարավոր է։ Հնարավոր չէր։ Ասեմ նա։ C'è mi altre banane da giocare o banane per lo teatro. Ասեմ, բայց դու հասկանում ես դες գիտես։ Չէ, տեքստ ունի։ Տեսեք գիրք եմ կարդում։ Ուզում եմ ասել, որ երեկվա ստորից հետո, այսօրվա ստորից հետո մոտ 300+ մարդ գրել է ինձ լավ բաներ։ Ես հիմա ոնց այդ լավերի կողքին այս մի հատ վատը տեսնեմ, դուք ինձ ասեք։ Մարդ, որ սենց հետևորդներ ունի, սենց բանակ ունի ուժեղ, ոնց կար այդ մի հատ վատից ընկճվի կամ մնացած թեկուզ 10 հատ վատից ընկճվի։ Դուք իմ կյանքում ինձ սովորացրել եք գնալ դեպի դրականը, կուլ տալով բացասականը։ Հասկանում եք, դուք ինչ ուժեղ բան եք ինձ սովորացրել։ Դուք ձեր լավ դրական մեկնաբանություններով, նենց որ ես ձեզ շատ սիրում եմ, շատ գնահատում եմ ձեր արածը։ Շատ եք ինձ հարցնում, արդյոք Աննան հղի է։ Ինձ ուրախացել ոնց որ Աննան իսկապես հղի է։ Այս հարցին պատասխանեցի։ Ինչ վերաբերում է Հենրին եւ Անգելինային, շատ եք հարցնում, արդյոք Անգելինան լքելու է հանրապետությունը։ Լքելու է։ Հենրից գնալու է։ Ինչ է անելու Հենրին։ Նայեք կիմանաք։ Երեք նկարահանումներն ավարտեցինք գիշերը 2-ին։ Հիշում եմ, որ սենց եկան մամանս աման հետևիցս իջա տուն ու չեմ հիշում ոնց եմ քնել, այդտենց հոգնածայի, բացի այդ լացելու տեսարաններ էր, մինչև աչքերս ուռացա, բորբոքվել այնքան եմ լացել։ Ու ինչու՞մն է իմ սթորիի միտքը, որ ոլորտը կապ չունի, անկախ ոլորտից ոչ մեկս հաշվի չենք առնում դիմացինի կատարած աշխատանքի ծավալը, տանջանքը։ Ուղղակի հետո մեկնաբանելուց
Սենց մեր համար ոտներս գցած հանգիստ դիրքով ինչ պետք է ասում ենք, բայց ոչ մի բան հաշվի չենք առնում։ Լավ չի, անարդարությունը երևի կյանքի հենց այդ կետում է։ Նկարահանման եմ ես դեռ, այսօր հենց հետաքրքիր հավես ռիլ եմ տեղադրելու, այն օրվա աշխատանքի արդյունքն է, այնպես որ սպասեք։ Ինչքան եմ սիրում ես իմ արած գործի որակը երդվում եմ։ Երանի բոլորը տենց աշխատեին, կամերաներով, սյուժեով, սցենարով, մտքերով, իդեալական կլիներ Instagram-ի վիճակը։